Մոդելավորելու եմ ահա այս մոդելը։ Նախքան շաբլոնին անցնելը ուզում փոքր թղթի վրա ցույց տամ։ Այստեղ մեթոդը համարվում է դետալների կտրելու բացելու մեթոդը, որի շնորհիվ մենք կարող ենք մոդելավորել եւ ստանալ այդ ծավալը ցանկացած եզրում, ցանկացած գծում։ Գծում եմ գծերը, այս գծերը ես կտրելու եմ եւ բացեմ։ Եթե ես ստանալու եմ մի եզրով ծավալ, ուրեմն միայն բացվելու է այդ եզրը, որտեղ պետք է ծավալ ստանամ։ Այս վերևի եզրը պետք է լինի այնպես, ինչպես որ կա, որտեղ նա ինչ որ մի դետալի շարունակություն է կամ կարող է լինել կար։ Որպեսզի դետալները բացվեն, ցանկացած չափի որքան որ մենք ենք ուզում, մենք պետք է կտրենք դետալը, մեր այս կտրման գիծը, այս եզրում թողնելով ընդամենը 1 մմ։ Եվ հիմա արդեն մենք որոշում ենք, թե որքան ենք ուզում, որ այդ բացված գիծը, այդ լայնությունը լինի։ Եվ այստեղ եթե ընտրվում է ինչ-որ մի չափ, օրինակի համար կարող է լինել 5 սանտիմետր, 10 սանտիմետր, որքան որ ուզում եք, այս ներքևում լինի լայն։ Հավասարաչափ բաշխվում է այս բացվածքների մեջ։ Ու լավ կլինի, որ լինի հավասարաչափ, միշտ չի որ դա պահպանվում է, ամեն դեպքում իմանանք, որ լավ կլինի, որ լինեն հավասար։ Երբ որ մենք բացում ենք, որոշակի տեղեր կարող են չլինել գեղեցիկ կոր, բայց մենք պետք է գծենք գեղեցիկ կոր։ Այստեղ նույնպես պետք է ունենան գեղեցիկ շարունակական կոր գիծ։ Այսպիսով ես ստացա դետալ, որը լայն է ներքևի հատված։ Պատճենում եմ տաբատի շաբլոնը։ Կտրվածքը մոտ ծնկի մակարդակում է, իրականում այստեղ կարճ չկա, պարզապես լեկալը պետք է կտրեմ, որպեսզի կարողանամ աշխատել։ Ես ծնկի մակարդակից մի փոքր բարձրացրեցի վերև, 3 սանտիմետր մոտավորապես։ Ուղղակի ես կարծում եմ, որ լավ կլինի այդ գիծը իմ մոտ լինի մի փոքր վերևից եւ գծում եմ գծեր, որոնք պետք է կտրվեն։ Այս գծերը բոլորը կտրվում են, սա նույնպես։ Այդպես։ Որպեսզի ներքևի հատվածում մենք ստանանք ծավալ, այստեղ դա անխուսափելի է, պետք է այդպես լինի։ Կարող է որ մենք ահա այս կետերում ամրացնենք իրար, հիմա դետալը առանձին է, բայց մենք պետք է միացնենք իրար, որտեղ ես չի կարող չկտրել։ Որքան ուզում ենք, որ այստեղ լինի լայն, այդքան կարող ենք բացել։ Հավասար բացելը ցանկալի է, որտեղ եթե հավասար եք բացում, ծալքերն են լինում հավասար։ Ուրեմն բացում ենք որքան որ ցանկանում ենք եւ սոսնձում ենք, դա արդեն մեր պատրաստի լեկալն է։ Այս հատվածը դուք կարող եք հաշվի առնել եւ այստեղ մի փոքր դա հանել, այս չափը հանել, ուղղակի այսպես կտրել։ Իսկ այս սուր անկյունները ավելի գեղեցիկ կոլով, հանկարծ սուր անկյուններ չանեք, որտեղ սուր անկյուններ չպետք է լինեն։ Ավելի շարունակական գեղեցիկ կոր գծերով։